Օգոստոսի 6-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց նախկին փոխմարզպետներ Էդիկ Կարախանյանին եւ Աղվան Վարդերեսյանին աշխատանքային գործունեության եւ մարզին մատուցած ծառայությունների համար։ Նա շնորհավորեց նաեւ նորանշանակ փոխմարզպետ Վանիկ Ասատրյանին նոր պաշտոնավարության համար։ Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց հարկերի հավաքագրման ցուցանիշները։ Հուլիս ամսին մարզում հավաքագրվել է 116 միլիոն 300 հազար դրամ սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 91.6%-ը։ Նախորդ տարվա համեմատությամբ 104.6%-ը կամ ավելի է հավաքագրվել 5 միլիոն 100 հազար դրամով։ Հավաքագրվել է 32.5 միլիոն դրամ գույքահարկ, որը կազմում է սահմանված պլանի 93.4%-ը։ Հողի հարկի առումով իրավիճակը դարձյալ բարվոք չէ։ Հավաքագրվել է 26 միլիոն 200 հազար դրամ սեփական եկամուտ, նախորդ տարվա համեմատությամբ հավաքագրումը կազմել է 91.8%։ Եվ հողի հարկով 37 միլիոն դրամ հետք։ Հողի հարկը դարձել է մեզ համար կույրաղիկ։ Նախորդ տարի էլ հողի հարկով շատ վատ էր վիճակներս, հիմա էլ։ Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երկրորդ հրատապ ծրագրերի ընթացքը, նշելով, որ բացառությամբ մի քանի մանր խնդիրների աշխատանքները հիմնականում ավարտված կարելի է համարել։ Երրորդ հրատապ ծրագրերից արդեն մեկնարկել են ճանապարհային նորոգումները, բացառությամբ Տաշիրի եւ Ստեփանավանի, իսկ Վանաձորում դրանք գրեթե ավարտին են մոտենում։ Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ տարածաշրջաններում բացատրական աշխատանքներ են տարվում ցորենի էլիտային եւ առաջին վերարտադրության սերմացուները ետ վերադարձնելու նպատակով։ Արթուր Նալբանդյանն անդրադարձավ ավելի քան 10 համայնքներում հանրակրթական դպրոցների բազաների հիման վրա նախակրթարանների ձևավորման ծրագրին, մտահոգություն հայտնելով, որ հերթական անգամ համայնքները հայտ ներկայացնելով ծրագրին մասնակցելու համար պատրաստ չեն ներդրումներ կատարել։ Կրթության հիմքը նախակրթարանն է։ Այս առումով փորձում ենք ինչքան հնարավոր է, հատկապես գյուղական համայնքներում մենք նախակրթարաններ ունենանք, բայց ցավոք սրտի համայնքը չի ընդառաջում։ Եվ այս առումով պետք է լուրջ ուսումնասիրություն կատարենք, արդյոք համայնքի վիճակի է ֆինանսական ներդրումներ կատարել, թե ոչ։ Հստակ ծրագրի մեջ նշված է, թե համայնքը քանի տոկոս ներդրում պետք է կատարի։ Մարզպետը նշեց, որ այսուհետ մինչ այս կամ այն ծրագրի հաստատումը նախ եւ առաջ լրջորեն կուսումնասիրվեն համայնքների ֆինանսական հնարավորությունները, ծրագրերում կատարվելիք ներդրումները ավականու համապատասխան որոշումներով կհաստատվեն, այն է կնախատեսվեն բյուջեով եւ ապա նոր ծրագիրն իրատեսական կհամարվի եւ կհաստատվի։ Քանի որ մոտենում է նոր ուսումնական տարին, մարզպետը հանձնարարեց նաեւ կազմել միջոցառումների ցանկ, տեղեկացրեց նաեւ, որ Լոռու մարզ հիմնադրամի կողմից արդեն իսկ գնվել են գրենական պիտույքներ մարզի սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար։ Բոլոր առաջին դասարանցիները կստանան նաև հիգիենայի պարագաներ։ Արթուր Նալբանդյանը կարևոր համարեց սահուն սերնդափոխության հարցը, հատկապես կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Նա համապատասխան վարչություններին հանձնարարեց հաշվառել կենսաթոշակային տարիքի կամ կենսաթոշակառու բոլոր աշխատակիցներին, հղել ծանուցումներ, որպեսզի հնարավոր լինի նրանց փոխարինել երիտասարդ կադրերով, ինչը կօգնի լուծել նաև արտագաղթի խնդիրը։ Երբ որ մարդը ընտանիք է կազմում, երիտասարդ ընտանիք, եւ ոչ ինքը ոչ կինը աշխատանք չունեն, բնականաբար նրանք աշխատանք պետք է փնտրեն արտերկրներում։ Այս առումով պետք է մենք հնարավորություն տանք մեր երիտասարդներին, որպեսզի գան ու փոխարինեն։ Մարզպետն անդրադարձավ առաջիկա տոներին օգոստոսի 12-ին անցկացվելիք խաղողորհնքի արարողությանը եւ Ախթալայում սեպտեմբերի 8-ին անցկացվելիք ավանդական դարձած խորովածի տոնին։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։